Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը, իսկ ես այս տաղավարից Ալիտա Եղիազարյանս ձեզ լավ օր եմ մաղթում, հուսով եմ, որ լավ տրամադրությամբ եք արթնացել և անմիջապես միացել եք մեզ, իսկ ես խոստանում եմ պահպանել ձեր առավոտյան լավ տրամադրության մի փոքր չափաբաժինը, իսկ լավ տրամադրությունը պահպանելու համար ինչ է պետք, իհարկե դիտենք տեսահոլովակ, առաջարկում եմ լսել հաճելի երաժշտություն, վերադառնանք և արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ և արդեն ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին, Եղիշե Չարենցի տուն թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն է այսօրվա մեր հյուրը, բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը միասին սկսելու և մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Երեկ նշվեց բանաստեղծի ծննդյան օրը, հետաքրքիր է իմանալ թանգարանը ինչ միջոցառումներ էր կազմակերպել այդ առիթով։ Այո, ինչպես ամեն տարի, այս տարի եւս Չարենցի ծննդյան օրը թանգարանի անձնակազմի համար շատ մեծ տոն է։ Մենք գրեթե նախորդ տարվանից սկսած ամբողջությամբ սպասում ենք, թե հաջորդ տարի մեր սիրելի բանաստեղծի ծննդյան օրը ինչպես ենք նշելու եւ յուրաքանչյուր տարի հանդես ենք գալիս տարբեր նախաձեռնություններով։ Այս տարի իհարկե ավանդույթը չխախտելով առաջին հերթին թանգարանի անձնակազմը Չարենցի անվան դպրոցը Երևանում Հայաստանի գրողների միության անդամները մի շարք արվեստագետներ, գրականագետներ, չարենցագետներ այցելեցին Եղիշե Չարենցի հուշարձան իրենց հարգանքի տուրքը մատուցելու բանաստեղծի հիշատակին, այնուհետև օրվա երկրորդ կեսին արդեն Չարենցի տուն թանգարանում կնքվեց փոխըմբռնման համագործակցության հուշագիր թանգարանի եւ Չարենցավանի արդեն Եղիշե Չարենցի անվան հիմնական դպրոցի միջև, որը նպատակ ուներ ավելի ամրապնդելու թանգարան դպրոց կապը եւ իհարկե իրենք նախատեսում են շատ տարբեր միջոցառումներ իրականացնել եւ մենք էլ հայտնեցինք մեր պատրաստակամությունը մեթոդապես խորհրդատվությամբ աջակցելու համար։ Իսկ ընդհանուր կարևոր միջոցառումը դա ցուցադրության բացումն էր, որը կրում էր ճամփորդական հուշեր Իտալիա խորագիրը։ Այս տարի լրանում է բանաստեղծի արտասահմանյան ուղևորությունների 100-ամյակը եւ ավելի կոնկրետ եվրոպական ուղևորությունների, որովհետև Չարենցը սկսել էր ճամփորդել մի փոքր ավելի շուտ, եղել է շատ տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում, հատկապես բուռն սկսվեց այդ ընթացքը 1924 թվականի վերջից։ 24 թվականի նոյեմբերին նա ստացավ արտասահման գործուղվելու անցագիրը եւ սկսեց իր այդ շրջագայությունը տարբեր քաղաքներով հասնելով մինչև Աթենք, այնուհետև Հռոմ, հետո Վենետիկ, հետո Փարիզ, Բերլին եւ մեծ երազանք ուներ լինելու Հնդկաստանում, Ճապոնիայում, Ամերիկայում, ցավոք այդ վերջինները չկատարվեցին, բայց մի շարք երկրներում եւ մի շարք քաղաքներում հնարավորություն ունեցավ լինելու։ Եվ հենց 25 թվականին, հենց այս օրերին, շուրջ 100 տարի առաջ, այս օրերին Չարենցը Իտալիայում էր։ Իտալիայում հասել է փետրվար ամսին, սկզբում եղել է Հռոմում, այնտեղ այցելել է շատ տարբեր տեսարժան վայրեր, հատկապես առանձնացնելով Հռոմի ազգային թանգարանը, եւ դրանից հետո նա արդեն մարտին Վենետիկում էր։ Վենետիկում ապրել է մոտ 1-1.5 ամիս եւ այնտեղ ասում է ես հյուրանոցում էի ապրում, բայց իմ ամբողջ օրը անցկացնում էի Ավետիք Իսահակյանի հետ, որովհետեւ այդ ընթացքում գիտենք, որ Իսահակյանի ընտանիքը եւս Վենետիկում էր ապրում բավական երկար ժամանակ եւ Չարենցը չէր կարող գնալով Վենետիկ չայցելեր իր ուրեմն գրչընկերոջը եւ այդ ժամանակը առհասարակ մեծ այսպես մտերմություն առաջացրեց երկու գրողների միջև, այնքան էին մտերմացել, որ Ավետիքը դարձել էր Ավո արդեն, իսկ Եղիշեն դարձել էր Եղիշ։
եւ միասին իրենք շրջագայել են շատ տարբեր վայրեր են այցելել, եղել են վենետիկյան ջրանցքներում, գոնդոլներում, եղել են Սուրբ Մարկոսի հրապարակում, նույնիսկ թանգարանում կա պահված այդպիսի մի լուսանկար, որտեղ Չարենցն է եւ Իսահակյանը եւ հենց Չարենցի ձեռքին աղավնիներն են։ Գիտենք, որ այդ հրապարակում աղավնիները այսպես պտտվում են, հա, եւ նրանցից մեկը եղել է հենց մոտեցել է Չարենցի ձեռքից այդ սերմերը վերցնելու։ Եվ ընդհանուր առմամբ ուղիղ 100 տարի հետո արդեն թանգարանը հիշատակելով այս կարևոր իրադարձությունը Չարենցի կյանքում հանդես եկավ ժամանակավոր ցուցադրությամբ, որտեղ արդեն ներկայացվել են այն ցուցանմուշները, որոնք պատմում են Չարենցի հուշերը իտալական ճանապարհորդությունից։ Ներկայացված են տարբեր գրքեր, լուսանկարներ, տարբեր ուրեմն հուշանվերներ, որոնք նա այնտեղից ձեռք էր բերել, կլինեն դրանք նկարներ, չինական պանո եւ այլն, եւ այդ ամեն ինչը մեզ հուշում է այն մասին, որ նա առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել թե իտալական մշակույթի հանդեպ, թե արևելյան մշակույթի հանդեպ։ Առհասարակ արևելյան մշակույթի հանդեպ Չարենցի սերը մենք շատ տարբեր ձևաչափերով ենք կարողանում տեսնել, շատ իրեր են պահված թանգարանում, որոնք մեզ հուշում են, որ Չարենցը ունեցել է արևելքի հանդեպ եւ հետաքրքրություն եւ ինչն է հետաքրքիր, որ լինելով Իտալիայում նա կրկին ուշադրություն է դարձրել արևելյան մշակութային իրերին եւ այնտեղից ձեռք է բերել այդպիսի նյութեր եւ այսօր թանգարանում պահվում են եւ հենց այդ ցուցադրությունում էլ գրաված են օրինակ ճապոնական գրավյուրաներ, օրինակ նաև Չարենցի ճամպրուկը, որը ինքը օգտագործում էր հենց ճանապարհորդությունների ժամանակ եւ այդպիսով 3 ամփոփվեց օրվա միջոցառումները եւ դա արդեն հատկապես ճանապարհորդություններին առնչվող ցուցադրությունները կլինեն շարունակական, քանի որ դրանք այլ պատկերացումներ են տալիս Չարենցի ուրեմն այդ կյանքի մասին, որովհետև Չարենցը այո եղել է շատ հետաքրքրասեր ճանապարհորդ։ Իսկ այդ հարցում իրեն օգնել է այն ժամանակ գրականագետ, հասարակական գործիչ Հարություն Սուրխաթյանը, ով անձամբ է նամակ գրել Ալեքսանդր Միասնիկյանին արդեն եւ հենց Ալեքսանդր Միասնիկյանի անմիջական աջակցությամբ Չարենցը հնարավորություն ունեցավ ճանապարհորդելու։ Իսկ դա ճանապարհորդությունը հնարավորություն էր ձևավորելու աշխարհայացք, գեղագիտական ճաշակ եւ բնական է պիտի այդ պայմանները ապահովեին, որպեսզի հետո բանաստեղծը նորովի կարողանար ստեղծագործել։ Իհարկե հենց այդ ճանապարհորդությունների շրջանում էլ ծնվեցին շատ տարբեր գործեր, որոնք այսօր արդեն մեր ընթերցողը ծանոթ է։ Իսկ հետաքրքիր երբ որ ցուցադրությունը վերաբերվում էր հենց Իտալիայի ճանապարհորդությանը, եղել են հյուրեր Իտալիայից միջոցառմանը։ Ուրեմն եղել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ալեսանդրո Ֆերանցին, իհարկե եւ եղել են հյուրեր, որոնք հետաքրքրված էին իտալական մշակույթով, եղել են Իտալիայում, այսինքն որպես ճանապարհորդ, բայց տեղացի հյուրեր են եղել։ Բայց այնուամենայնիվ դեսպանատան իհարկե աշխատակազմը թանգարանի կողքին է եղել։ Համարում են Չարենցը, որ մի փոքր նրա գրվածքները բարդ է ընկալել հասկանալ այս առումով թանգարանը ինչ գործունեություն է ծավալում եւ ինչպես է գնահատվում այսօր Չարենցի ժառանգությունը թողված։ Այո, այդպիսի կարծրատիպ կարծես թե կա, որ Չարենցի ստեղծագործությունները մի փոքր բարդ են, բայց եւ ասում են, որ Չարենցը միայն մեծերի համար է գրել, հա, փոքրերի համար չի գրել, իրականում բանաստեղծը այդպես էլ արտահայտվում է, որ մանկական գրականությունը շատ դժվար է ինձ համար։ Մանուկ ընթերցողների համար ինչ-որ բան գրելը դա լուրջ գործ է եւ թող դրանով ասում է լուրջ մարդիկ զբաղվեն։ Եվ իր հիմնականում ստեղծագործությունները ավելի շատ
հայրենասիրական, այսպես գիտենք ինչքան մեծ հայրենասիրություն է Չարենցի մեջ, գրեթե շատ բոլոր ստեղծագործություններում կարող ենք վերաբերմունքը տեսնել եւ այդ բոլոր ստեղծագործությունների մեջ կարող եմ առանձնացնել Ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը, որը ճիշտ է, գուցե եւ ընկալմամբ մի փոքր բարդ է, բայց դա կարծես տարիքային սահմանափակում չունի եւ շատ փոքր տարիքից սկսած երեխաները այն կարողանում են այսպես արտասանել, կարծես իրենց հետ ծնված լինի այդ բանաստեղծությունը եւ երբ ասում են, որ Չարենցը փոքրերի համար չի գրել, այստեղ մի փոքր թերահավատություն է առաջանում, իսկ ինչպես է այս բանաստեղծությունը, որ բոլորը կարողանում են, հա, նույնիսկ փոքրերը, կրտսեր դպրոցականները, իրենց շուրթերից մենք շատ հաճախ դա լսել ենք։ Բայց այնուամենայնիվ Թանգարյանը գիտակցելով այս ամենը, հա, փորձում է շատ տարբեր ձևաչափերով, շատ տարբեր ծրագրերով հասանելի դարձնել Չարենցի գրական ժառանգությունը եւ այն պիտի լինի հասանելի ոչ միայն գիտական համայնքին, ոչ միայն ուրեմն Չարենցասերներին, հա, Չարենցագետներին, այլ նաև երեխաներին։ Իսկ երեխաների համար Թանգարյանը պլանավորել է եւ իրականացնում է կրթական ծրագրեր, որոնք ավելի մատչելի են ընկալելու տեսանկյունից։ Դրանք հենց նպատակ ունեն, որ բանաստեղծին եւ առհասարակ Թանգարանում ներկայացվող ցուցանմուշները ավելի մատչելի եւ հասանելի ձևով ներկայացնել, որպեսզի կարողանան երեխաները ընկալել, եթե իրենք թեկուզ չեն կարողանում հասկանալ ստեղծագործության բովանդակությունը, մի փոքր բարդ է այն հասկանալը, այնուամենայնիվ գոնե լսեն Չարենցի մասին, գոնե կյանքից որոշ դրվագներ իրենք իմանան, գոնե որոշ տողեր եւ դա առհասարակ ճաշակ է ձևավորում։ Եվ մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որ տարբեր ծրագրերով եւ տարբեր այսպես մեխանիզմներով մենք կարողանանք մեր հանրությանը մոտ պահել Չարենցի գրական ժառանգությանը։ Իսկ ինչ նոր ծրագրեր նախաձեռնություններ են սպասվում այցելուներին վերջին օրերին, վերջին ժամանակներում։ Այս տարի նաև լրանում է Թանգարանի բացման 50-ամյակը։ Գիտենք, որ Թանգարանը բացվել է ուղիղ 50 տարի առաջ, 1975 թվականին, բայց հիմնադրման պատմությունը ավելի շուտ է սկսվել։ Դա 11 տարի առաջ էր, 1964 թվականին։ Եվ այդ ժամանակ որոշվեց, որ պիտի այն տանը, որտեղ որ Չարենցը անցկացրել իր կյանքի վերջին 2 տարիները, վերածել տուն Թանգարանի։ Եվ 64 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ Թանգարանը դարձավ հուշատուն Թանգարան այն ժամանակ, բայց բացվեց շատ ավելի ուշ, ավելի քան 10 տարի։ Եվ այդ ընթացքում իրականանում էին հավաքչական աշխատանքները եւ կարող եմ նշել, որ այո, սա բացառիկ Թանգարաններից է, որ հիմնադրումից հետո շատ ուշ է բացվել այն հանրության համար, որովհետեւ դժվար էր նյութերը հավաքել։ Ցանկությունը կար ունենալու թանգարան, հիմքերը դրվել էին, բայց պիտի լինեին այն նյութերը, որոնք խորհրդանշում են Չարենցի ժառանգությունը, Չարենցի կյանքը, կենսագրությունը եւ պիտի դրանք իմի բերվեին եւ տևեցին 11 տարի եւ արդեն 75 թվականից ուրախությամբ պիտի նշեմ, որ Թանգարանը հասանելի է այցելուների համար եւ այդ ուրեմն նշանավորման շրջանակում Թանգարանը այս տարի նախատեսում է կազմել պատկերագիրք, որը կներկայացնի 50-60 տարվա կյանքը Թանգարանի, թե ինչպես է անցել այս տարիները, ինչ հյուրեր են ունեցել, այցելուները ինչ տպավորություններ են ունեցել Թանգարանից, Թանգարանը ինչ նախաձեռնություններ է ունեցել եւ տարբեր տարիներին, տարբեր ժամանակներում մենք ինչ մոտեցումներ ենք ունեցել Թանգարանային աշխատանքի վերաբերյալ եւ այս ամենը կամփոփվի մեկ գրքում, որը կարծում եմ հիմնարար ներդրում կլինի Թանգարանի, այսպես Հոբելյանի առիթով։ Եվ դրա շրջանակում նաև իհարկե մի քանի այլ միջոցառումներ եւս նախատեսվում են,
որոնք կիրականացվեն մինչև տարեվերջ եւ պիտի նշեմ, որ այս տարի լրանում են նաեւ Չարենցի կրտսեր դստեր Անահիտ Չարենցի 90-ամյակը, ցավոք նա մահացավ նախորդ տարի 89 տարեկան հասակում եւ այս տարի արդեն իր ծննդյան օրը հունիս ամսին Թանգարյանը նաեւ իր անդրադարձով հարգանքի տուրքը կմատուցի արդեն Չարենցի դստերը Անահիտ Չարենցին, որովհետեւ նա մեծ ավանդ ունի Չարենցագիտության զարգացման եւ Թանգարյանի հիմնադրման ու կայացման գործում։ Շատ են այս տարի այսպես նշանավորումները Թանգարյանի համար եւ շատ տարբեր միջոցառումներ եւ ծրագրեր են նախատեսված, որոնք կարծում եմ մինչև տարեվերջ պատշաճ կկազմակերպվեն։ Իսկ կան Չարենցի ստեղծագործություններ կամ իրեր, որ Թանգարանը դեռ գաղտնի է պահում եւ այցելուները դեռ չեն տեսել։ Դե Թանգարանում հիմնականում այսպես է ցուցադրություն է կազմակերպված, որը հիմնական ցուցադրությունն է, այսինքն դա բավական երկար ժամանակի համար է եւ այդ հիմնական ցուցադրությունում մենք ամբողջությամբ ներկայացնում ենք Չարենց ուրեմն գրողին իր մանկությունից սկսած իր մանկությունը, պատանեկությունը մինչև իր կյանքի վերջ, հա, այդպես է ընդհանուր իր պատմությունը ժամանակագրական կարգով կազմակերպված։ Բայց ժամանակավոր ցուցադրություններն էլ նրա համար են, որ ներկայացվեն այն իրերը, որոնք պահվում են պահոցում եւ շատ քիչ են ներկայացված եւ ժամանակավոր ցուցադրությունների հենց նպատակը այդպիսին է, այո, կան իրեր, կան նույնիսկ նամակներ, այսպես գրքեր, որոնք Թանգարյանի ցուցադրության մեջ ներկայացված չեն եւ դրանք ժամանակ առ ժամանակ իհարկե Թանգարյանը կհանրայնացնի։ Իսկ հիմնականում Թանգարան այցելուների տարիքը դպրոցականներ են, թե ավելի հասուն տարիքի մարդիկ։ Սկզբում շատ դպրոցականներ էին, բայց պիտի նշեմ ուրախությամբ, որ վերջին շրջանում մեր լսարանը այսպես ընդլայնվել է։ Եվ մենք կարող ենք տեսնել դպրոցականներից բացի նաև շատ ակտիվ երիտասարդների ներգրավվածությունը Թանգարանին, որովհետև Թանգարանը նաև պիտի փորձի հետաքրքիր մատուցել այն, ինչ որ ունենք։ Իհարկե մի փոքր դժվարությամբ է լինում, որովհետև ժամանակներն էլ շատ արագ են փոխվում, պիտի նաև մենք կարողանանք հասցնել այդ ժամանակին հետևից այսպես հասնել, բայց ամեն դեպքում արդեն տուն Թանգարանում կան նորագույն տեխնոլոգիաները, որոնք իհարկե այսօր մեր անբաժան մասն են։ Թանգարանի հիմնական ցուցադրությունում արդեն կարող են տեսնել Չարենցի հոլոգրաֆիկ պատկերը, որտեղ աշխատում է տպագրիչ գրամեքենայի վրա, նաև գործում է Արլուպա հավելվածը, արդեն նկարներից մեկը այդ հավելվածով կարող են վերակենդանացնել եւ տեսնել մեր այցելուները։ Այսինքն այստեղ մեր լսարանը մեծացել է եւ արդեն ունենք նաև բնական է գիտական համայնքը միշտ մեր կողքին է, գրական համայնքը հատկապես եւ վերջին շրջանում կազմակերպելով արդեն այնպիսի ցուցադրություններ, ինչպես օրինակ 3 էր, նպատակն է ներգրավելու զբոսաշրջիկներին։ Զբոսաշրջիկների լսարանի առումով մի փոքր այսպես թույլ է, շատ քիչ են, երևի թե նրանից է, որ արվեստի մի փոքր բարդ ճյուղ է, հա, գրականություն է, ամեն դեպքում գրականությունն էլ մի փոքր դժվար ընկալելի է, հատկապես եթե զբոսաշրջիկներ են եւ հայերենով է ներկայացված, հա, ամեն ինչ, եւ արդեն այս պահին մեր բոլոր միջոցառումների հիմնականում շեշտը դրված է նաեւ զբոսաշրջիկներին ներգրավելու համար։ Իսկ հիմնականում եթե անգամ փոքր է, քանակը որ երկրներից են հիմնականում այցելում։ Հիմնականում օրինակ ունեցել ենք շատ Պարսկաստանից այցելուներ, ունեցել ենք
Նիդերլանդներից այցելուներ, իհարկե Իտալիայից, Ֆրանսիայից, այնտեղ ուրեմն Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, հա, Ռուսաստանից, այնտեղ շատ են հատկապես այն երկրներում, որտեղ որ տեղեկություն ունեն Չարենցի մասին եւ կամ նաեւ կան թարգմանություններ այդ լեզուներով, որովհետեւ Չարենցի գրական ժառանգությունը հանրայնացնելու համար նաեւ շատ կարեւոր է իր ստեղծագործությունները թարգմանելը եւ բացի միջոցառումները նաեւ թանգարանը շեշտը դրել է թարգմանությունների վրա եւ այսօր մենք ունենք Չարենցի գործերից թարգմանված անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն կա արդեն եւ նաեւ այստեղ կուզեմ առանձնացնել Եսիմ Անուշ Հայաստանի բանաստեղծությունը, որի մասին խոսեցինք, դա 35 լեզուներով է թարգմանված եւ կարծում եմ հենց այս թարգմանություններն էլ պիտի մեզ օգնեն, որպեսզի Չարենցը ոչ միայն լինի այսպես մերը, հա, հայերի համար, այլ ունենա համաշխարհային նշանակություն։ Չնայած որ ժամանակին շատ գրականագետներ հենց այդպես էլ նշում են, որ Չարենցը համաշխարհային այո, մեծություն է։ Իսկ հետաքրքիր է, երբ որ օտար երկրներից, այլ երկրներից այցելուները գալիս են, նրանք ինչ կարծիք ունեն Չարենցի ստեղծագործությունների մասին, ինչ են արտահայտվում նրա մասին հիմնականում։ Ինչպես են ընկալում նրա ստեղծագործությունը։ Մի փոքր բարդ, որովհետև շատ դեպքերում մեզ այսպես անհրաժեշտություն է առաջանում ներկայացնելու, թե ինչու է Չարենցը օրինակ այսպես գրել, ինչու է այստեղ օրինակ գիտենք, որ իր այսպես գրվածքները նաև շատ դժվար է թարգմանել։ Մենք նույնիսկ թարգմանիչներ ընտրելիս ենք շատ դժվարանում, որովհետև գուցե կլինեն թարգմանություններ, բայց այդ թարգմանությունները չեն փոխանցում այն ամենը, ինչ որ ներկայացրել է Չարենցը, հա, ինչ իմաստ որ դրել է բանաստեղծ իր այդ գրվածքների մեջ։ Դրա համար նայած թե ինչպիսի թարգմանություններ են իրենք տեսնում եւ երբ արդեն լինում են թանգարանում փորձում ենք ինչ որ ձև ուղղորդել եւ ներկայացնել եւ իհարկե իրենք շատ այսպես հիացած են լինում եւ նույնիսկ երբեմն նաեւ անորոշության զգացում են ունենում, թե ինչու են իրենք այսպես հասկանում, ինչու է այսպես գրված, ամեն դեպքում դա թանգարանի առաքելությունն է, որպեսզի բոլորին մաչելի այսպես ձևով ներկայացնել նրա գործերը։ Իսկ հետաքրքիր է իմանալ Չարենցի այս բազում ստեղծագործությունների մեջ որն է այն ստեղծագործությունը, որ լիովին ներկայացնում է Չարենցի էությունը։ Չարենցի առհասարակ կենսագրության մասին կարող ենք խոսել եւ առանձնացնել իր Չարենցնամե պոեմը, որտեղ ամբողջությամբ ներկայացնում է թե իր ծնողների մասին, այնտեղ եւ երբեմն մենք այս պոեմի այսպես պատճառով խնդիրներ ենք ունենում, որովհետև այստեղ ներկայացվում է ծնված Մակու քաղաքում, այդպիսի տողեր կա եւ շատ հաճախ շատերը նույնիսկ ասում են, բայց Չարենցը Կարսում չի ծնվել, նույնիսկ այդ ծննդավայրի հետ կապված մենք խնդիրներ ենք ունենում, հակասություններ են առաջանում, որ Չարենցը մենք ասում ենք ծնվել է Կարսում, հա, ունենք այդպիսի փաստեր, վկայություններ, որ իր ծննդավայրը Կարսն է, բայց քանի որ ծնողները մակվեցիներ են եղել, իրենք Մակուից են եկել Կարս, եւ հենց այդ պոեմում Չարենցը խոսում է ծնողների Մակուում լինելու մասին, այլ ոչ թե իր, եւ այդպես ուրեմն ամբողջությամբ մենք կարող ենք ասել, որ հենց այդ ստեղծագործությունը կարծես իր ամբողջ կենսագրությունն է։ Եվ իհարկե շատ տարբեր գործեր մենք կարող ենք խոսել, հատկապես Դանթեական առասպելը, որը շատ երիտասարդ տարիքում է գրել, 18-19 տարեկանում, եւ նույնիսկ Պարույր Սևակն է ուրեմն խոսել դրա մասին, թե ինչպես կարող է այսքան երիտասարդ տղան կարողանա այսպիսի գործ գրել։ Այդտեղ ինքը պատերազմի այսպես այդ արհավիրքները տեսնելուց հետո նա կարծես այդ տպավորությունների տակ գրում է եւ նվիրում իր 3 ընկերներին եւ այդ ստեղծագործությունը կարդալիս շատ տարբեր զգացումներ են առաջանում եւ բոլոր ստեղծագործությունները կարող ենք առանձնացնել, բայց կարծում եմ ամեն մեկը իր ժամանակի մեջ նայած թե որ ստեղծագործությունը որ տարիքում եւ որ ժամանակում է գրել։
Նաև ամփոփելով թեման հետաքրքիր է ձեր կարծիքը իմանալ, եթե Չարենցը այսօր ողջ լիներ, ինչպիսին կլիներ նրա դերը գրականության եւ հասարակության կյանքում։ Մի փոքր դժվար է ասել, որովհետեւ Չարենցը հենց իր ժամանակի մեջ էր ճիշտ եւ նա թողեց ահռելի ժառանգություն, չնայած ապրելով շատ կարճ ժամանակ, հա, ընդամենը 40 տարի, բայց իր գրականությունը այնքան հարուստ է, որ մենք տարիներ, դարեր նույնիսկ մեզ ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք դրանք ուսումնասիրել, եւ դա հենց գրականագետների այսպես մեծ գործն է եւ կարծում եմ, որ Չարենցը միշտ արդիական կլինի, որովհետև նա այնպիսի կերպար է եղել, որպիսին մենք ունենք մեր շրջապատում շատ տարբեր տեսակի մարդիկ եւ դրա համար էլ Չարենցի թե կերպարով, թե որպես մարդ, թե իր ստեղծագործություններով հետաքրքրված են բոլորը։ Չենք կարող առանձնացնել որևէ այսպես նախասիրություն ունեցող մարդկանց խումբ։ Բոլորի մեջ կա մի փոքր Չարենց, կարծում եմ։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, հաճելի էր շատ։ Շատ սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Չարենցի տուն թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի հետ։ Իսկ այս պահին լսենք երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Հիմա հեռուստաէկրանների առջև եմ հրավիրում մեր ամենաճանապարհորդասեր հեռուստադիտողներին, քանի որ հնարավորություն ունենք ծանոթանալու մի հիասքանչ երկրի հետ, որը գտնվում է կենտրոնական Եվրոպայում։ Առաջարկում եմ միասին ծանոթանալ Սլովակիայի պատմությանը։ Սլովակիան փոքր երկիր է, բայց լի է հիասքանչ բնությամբ, հարուստ պատմությամբ ու ջերմ մշակույթով։ Այն գտնվում է կենտրոնական Եվրոպայում, սահմանակցելով Ավստրիային, Չեխիային, Լեհաստանին, Ուկրաինային եւ Հունգարիային։ Լեռների ու գետերի երկիր Սլովակիան հայտնի է իր թատրայի լեռներով, որոնք կազմում են Կարպատյան լեռնաշղթայի մի մասը։ Այս լեռներն իդեալական վայր են արշավների, լեռնադահուկային սպորտի եւ բնության սիրահարների համար։ Սլովակիայում կան բազմաթիվ ազգային պարկեր, իսկ Դունայի գետը հոսում է երկրի հարավով, ստեղծելով հիասքանչ լանդշաֆտներ։ Սլովակիան հարուստ պատմություն ունի, որը կարելի է տեսնել նրա միջնադարյան ամրոցներում, հին քաղաքներում ու գեղատեսիլ եկեղեցիներում։ Բրատիսլավան երկրի մայրաքաղաքն է։ Այն պահպանել է իր հինավուրց տեսքը զուգակցված ժամանակակից շինություններով։ Այստեղ կարելի է այցելել Բրատիսլավայի ամրոց, որը վեր է խոյանում Դանուբ գետի ափին։ Սլովակները մեծապես գնահատում են իրենց ավանդույթները։ Տոնական օրերին քաղաքներում ու գյուղերում կարելի է տեսնել ժողովրդական պարեր, երաժշտություն ու ավանդական հագուստով մարդիկ։ Խոհանոցը նույնպես համեղ է ու սննդարար։ Ամենահայտնի ուտեստներից են բրնձով հալուշկին եւ լոքշեն։ Ժամանակակից Սլովակիան։ Այսօր Սլովակիան զարգացող երկիր է, Եվրամիության անդամ, որը հաջողությամբ համադրում է պատմական ժառանգությունը եւ նոր տեխնոլոգիաները։ Այն հայտնի է իր ավտոմոբիլային արտադրությամբ, լինելով Եվրոպայի ավտոմոբիլային սիրտը։ Սլովակիան հիանալի վայր է, թե պատմության սիրահարների, թե բնության երկրպագուների համար։ Եթե երբևէ հնարավորություն ունենաք այցելելու այստեղ, հաստատ չեք զղջա։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա ինձ թվում է արդեն ինձանից լավ գիտեք, որ հերթը օգտակար խորհուրդներին է եւ այսօրվա համար առանձնացրել եմ կարմիր միսը եւ ցանկանում եմ միասին խոսել նրա օգտակար, վնասակար եւ ինչու՞ չէ նաեւ հակացուցումների մասին։ Կարմիր միսը կարևոր տեղ է զբաղեցնում մեր սննդակարգում, բայց դրա չափից ավելի օգտագործումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Կարմիր միսը պարունակում է սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են մեր մկանների աճի, վերականգնման եւ ուժեղ իմունային համակարգի համար։ Այն պարունակում է B6 եւ B12 վիտամիններ, որոնք
պետք է նյարդային համակարգի, նյութափոխանակության եւ ուղեղի աշխատանքի համար։ Օգտակար է ոսկրերի ամրությանը եւ իմունային համակարգի համար, սակայն չափից շատ օգտագործումը կարող է բարձրացնել սրտանոթային հիվանդությունների վտանգը, իսկ հագեցած ճարպերի եւ խոլեստերինի մեծ քանակի պատճառով մշտապես վերամշակված կարմիր մսի օգտագործումը կարող է բարձրացնել աղիքային քաղցկեղի հավանականությունը։ Կարմիր միսը ինչ-որ չափով ծանրամարս է եւ կարող է լարվածություն առաջացնել մարսողական համակարգում։ Չափից շատ կարմիր մսի օգտագործումը կարող է նաև խթանել մարմնի թթվահիմնային հավասարակշռությունը։ Մեծ քանակությամբ կարմիր միսը, հատկապես վերամշակված տարբերակները, կարող է նպաստել արյան բարձր ճնշմանը։ Սպիտակուցների բարձր պարունակության շնորհիվ կարող է ծանրաբեռնել երիկամները։ Այն կարմիր միսը սովորաբար խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 2-ից 3 անգամ, ոչ ավել։ Սիրելի հեռուստադիտողներ, խոսեցինք օգտակար խորհուրդներից, իսկ հաղորդման վերջում առաջարկում եմ ծանոթանանք մի վանքի մասին։ Հայկական հինավուրց վանքերի շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մայրավանքը, որը գտնվում է Կոտայքի մարզում եւ ունի շատ հետաքրքիր ճարտարապետական ոճ։ Առաջարկում եմ միասին ծանոթանանք այս հրաշագեղ եկեղեցու պատմության հետ։ Հայաստանի հինավուրց վանքերի շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մայրավանքը, միջնադարյան ճարտարապետության ու հոգևոր կյանքի կարևոր կենտրոններից մեկը։ Այն գտնվում է Կոտայքի մարզում, շրջապատված հիասքանչ բնությամբ, ինչը դարձնում է այն ոչ միայն ուխտագնացության, այլև զբոսաշրջության հիանալի վայր։ Մայրավանքը կառուցվել է միջնադարում եւ դարեր շարունակ ծառայել է որպես հոգևոր եւ կրթական կենտրոն։ Վանքի ճարտարապետությունը դասական հայկական է, կուռ քարե պատերով, հոյակապ գմբեթով ու հարուստ քանդակազարդերով։ Այն համարվում է հայ մշակութային ժառանգության անբաժանելի մասը, որտեղ պահպանվել են միջնադարյան խաչքարեր եւ ձեռագիր մատյանների մնացորդներ։ Վանքի ներսում կարելի է տեսնել միջնադարյան հայ արվեստի օրինակներ, այդ թվում որմնանկարներ եւ մանրաքանդակներ, որոնք արտացոլում են ժամանակի հոգևոր եւ մշակութային առանձնահատկությունները։ Մայրավանքը հայտնի է նաև իր խաչքարերով, որոնցից շատերը վարպետորեն զարդարված են բուսական ու երկրաչափական նախշերով։ Մայրավանքը դարեր շարունակ եղել է ոչ միայն աղոթատեղի, այլև կրթական կենտրոն։ Այստեղ հոգևորականները ձեռագրեր են պատճենել, դասավանդել կրոնական գիտություններ եւ պահել ազգային ավանդույթները։ Վանքի տարածքում պահպանված գրություններն ու խաչքարերը վկայում են նրա երբեմնի փառքի մասին։ Այսօր մայրավանքը շարունակում է մնալ հայկական հոգևոր կյանքի կարևոր մաս։ Այն գրավում է ինչպես ուխտագնացներին, այնպես էլ պատմության եւ ճարտարապետության սիրահարներին։ Տարածքը, որտեղ գտնվում է վանքը, աչքի է ընկնում իր գեղեցիկ բնությամբ, ինչը այն դարձնում է նաեւ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից մեկը։ Մայրավանքը հայ ժողովրդի պատմության կենթանի վկան է, մի վայր, որտեղ անցյալն ու ներկան միահյուսվում են, հիշեցնելով հայ հոգևոր ժառանգության հարուստ ավանդույթները։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալ եմ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, ձեզ հաճելի աշխատանքային օրվա շարունակություն եմ մաղթում եւ արդեն հանգստյան օրեր, իսկ մենք արդեն կհանդիպենք երկուշաբթի նոր ծրագրերով եւ նոր հետաքրքիր հյուրերով։